Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարցականի տակ է դրվում հայոց ցեղասպանությունը, տեսնում ենք, որ ոչ երկիմաստ հայտարարություններ են արվում Հայաստանի իշխանությունների կողմից, նաև ցեղասպանության խնդրի հետ կապված։ Ինչպես է գնահատում այդ հայտարարությունը։ Շատ վատ։ Ինչ համար եմ ասում, ճիշտ է, ես բազմիցս շատ եմ ելույթներ ունեցել, թե հեռուստացույցով տենից ասել եմ։ Առաջ որ ասում են ծովիցով Հայաստան, չէ, մենք եղել ենք ծովիցով Դավաճան, որ այսօր ենք ընկել։ Այսօր ենք ընկել։ Նայ գնալով մեր Հայաստանի Հանրապետություն քաղաքները, ասենք տարածքները փոքրանում է։ Մենք ունեցել ենք առաջ 214,000 քառակուսի կիլոմետր։ Հիմա ինչքան է դարձել 28։ Չէ, ինչից է սա կախված, որտեղ մենք Դավաճանները մեր ազգի մեջ եղել է սա։ Դրա համար մենք գնալով փոքրանում ենք։ Փոխանակ մենք մեծանանք, նայ Ադրբեջանի ազգը 100 տարվա պատմություն ունի, չէ՞։ Ինքը գոյություն չունեցել։ Իսկ մեր պատմությունը թվում մեկ կարտա։ ԿՊԱ-ները, ինչ է կոչվում ԿՊ։ Քանդել պետությունը։ Պարզ այդ կոդը կար։ Այդ կոդը եկած, է որ Փաշինյանը գրեց ճակատին դուխով, է դուխը տվի թուրքերին, մեզի դուխ չտվին։ Գրեցի որ հաղթում ենք, 92 թվին, 93, 94 թվին, բոլոր տղաները մասնակից են եղել այդ պատերազմներին։ Մենք մաքրել ենք թուրքերին 92, 93, 94, մաքրել ենք մեր հողից, մեր տարածքից։ Մեր ամենադաժան կռիվ եղել է Մարտակերտում, ես կռվել եմ Մարտակերտի Մարաղայի մեջ։ Ղարաբաղի բոլոր տարածքները ես ոտքով մանեմ եկել, իմ ջոկատով։ Հարաման չեղը չկրակելու, հարաման չի եղել հետ նահանջելու։ Մի տարածքից, որ մենք կրակոցից ենք լսում, այդ տարածքը պետք է վառենք մենք, փոշի պետք է սարքենք։ Հայոց ազգային բանակը երբեք ծնկի չեկել։ Հայոց ազգային բանակը հետ նահանջի հարաման չեղել։ Մեր գլխավոր հրամանատարը Թորգոմյան Արամոն տվել է միշտ առաջ։ Չկրակելու հրաման չկար, հետ նահանջի հրամանը չկար։ Ու մենք կռվել ենք, մաքրել ենք թուրքերին։ Հիմա ինչ է կատարվում։ Հիմա դրանից հետո երբ ասում են, որ Արցախի հարցը պետք է փակել, Արցախյան շարժում չի կարող։ Հարցը երբեք չի փակվի, ով որ կասի Արցախի հարցը փակված է, Արցախը Հայաստան չէ, մեր առաջ ճշտամին է։ Ինքը պատիժ է ստանալու մահապարտ ջոկատների կողմից։ Նայեք, կին հալով, չէ, բոլորը մարդական գործում մասնակցել են։ Մեր սիձը ցավում է, այսօր ինչի համար մեծամասն համազգեր չհակել։ Որտեւ արդեն ինից օրնեն գծը մարդ ամաչում է, այսօր սահման գնացող տղաները, որ սահման են գնա, ինչ է տալու ինքը։ Մի հատ հիմնարկի պահակի չափ աշխատավարձ։ Գնալով ոստիկանների քանակը շատացում, ոստիկանների աշխատավարձը բարձր, այդ գումարը տվեք սահման գնացող տղաներին։ Ինչ համար չտալը, հրամանա տվե, վախ ակցե տղաների մեջ է, չկրակեք։ Ինչի համար չէ։ Տեսար, որ կրակում է, տեսար կրակում է, մի հատ կրակել է 10 հատ հարված խփի, եթե մի հրամանատարը վախկոտ եղավ, ուեդի հրամանատար կոչվել իրավունք չունի, հրամանատարը պետք է դուխ տա զինվորին, հրամանատարը պետք է հասկացող հրամանատարն է, ուժեղ հրամանատար պետք է լինի։ Ես ինչ եմ, այդ կար սահմանի վրա թուրքը խփեց մեր զինվորներին, խփեց սպանեց, որ մի թուրքին բռնի դադին, որ մեկին գնդակարին, ոչ մեկին։ Ազգային ժողովը խաղաղության են գնում, դրա համար չեն։ Ինչ խաղաղության, որտեղ խաղաղություն է պատերազմը, պարզ է։ Պատերազմը չի վերջացել, պատերազմը կվերջանա մեր հաղթանակով։ Արցախը երբեք չի ելի Ադրբեջանի կազմի մեջ, չի լինելու։ Արցախը եղել է մեր Հայաստանի սիրտը։ Մեր սիրտը, եթե մենք կորցնենք, ես խոսացել եմ մի քանի անգամ, եթե մենք կորցնենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը։ Արդեն մտելա ցեցը մտցրել է Հայաստանի մեջ է։ Տեղ յուղումն է, որոտանը ումն է։ Այդ կան տարածքների թուրքը մտել է, ինչ է ասեմ, ոչինչ, քսովազանան, կծառաբանեն հետ կգնան։ Ես ինչքան ժամանակ եղի չեն հետ գնա։ Բայց դե հրամանատարը կոչվել իրավունք ունի։ Եթե այսօր Փաշինյանը ռուլը վեկալելը իա ձեռը Իա ձեռնավը եւ դադավորը, դատախազությունը, ոստիկաններին, գենշտաբը, պաշտպանության նախարար, ինքը կռվի դաշից ինչա խաբարը, ինչա հասկանում կռվից։ Փաշինյանը, որ այսօր սաղ վեկալ է իա ձեռը։ Եսը մենք կործանման եզերն ենք կանած։ Ես պարզ եմ ասում, Արցախը չի եղել, պատմության մեջ չեղել Արցախը Ադրբեջանի, Արցախը Հայաստանն է։ Դուք կարծում եք հնարավոր է այդ Արցախի հարցը կրկին բացել, կրկին վերադառնալ, որովհետև եւ ինչ տարբերակ։ Օրինակ տեսեք, ես նախորդին խոսում էի падգամավորներից մեկի հետ, ասում էր դա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Մենք պատրաստ ենք դրան։ Պատրաստ ենք, մեր ազգը կռվող ազգ է։ Մենք պատրաստ ենք, ես շատ եմ ասել, մենք ուզում ենք կռիվ, չենք ուզում խաղաղություն։
Խաղաղություն կլինի այն վաղ, որ պատերազմը կվերջանա մեր հաղթանակով։ Պարզ եմ ասում, կվերջանա մեր հաղթանակով։ Պատերազմը չի վերջացել։ Մեր առաջնամինը, եթե այսօր Փաշինյանի խփին կցինին, այդ միտինգ անելով ճանապարհ փակելով հարցը լուծում չի լինի։ Այսօր պետք է ճակատին խփես դավաճաներին։ Հələ ազգային ժողովը ուշադիր նայել է, սարքել է մի հատ ռազմբրկի տեղ։ Ձեր նկատմամբ քրեական գործ կհարուցեն։ Հիմա ով տենց բան ասում է, բոլորին քրեական գործ կհարուցեն։ Այսօր վախը գցե ոստիկաներին, ով խոսած բերանը փակվեն, ով խոսած բռնի տանի, թող բռնի տանեն, սաղին հավաքեն տանեն։ Հետո իրանք չեն մտածում, իրանք բաժակ երեսն են նայում, չեն մտածում, բաժակի հետևն է թողնային, հետո ինչա լինում իրանք գլխին էլա։ Մենք մահապարտներ ենք։ Մեր ձեռը սովորը մարդ խփելով, պարզ ասեմ, մենք վախեցող չենք։ Վախեցող չենք, մենք կռվող տղա ենք։ Մի մետր թուրքը եթե մեր տարածքը մտա, մենք խփելու ենք։ Այս սրանից հետո արդեն երևա արդեն ով է։ Մենք երբեք վախենալ մեր մեջ չկա, մենք կռվող ազգ ենք ու կռվելու ենք։ Եթե այս իշխանափոխություն եղավ, մույս օրը մտելու ենք Ղարաբաղ։